Անտալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը կներկայանա փոխարտգործնախարարի մակարդակով։ Թուրքիա չի գնա նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացը։ Ինչու՞։ Վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ որևէ դեպք արձանագրվել է, պատգամավորների հարցերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին։ 3 ամսով երկարաձգել տնային կալանքը, օր առաջ այն վերացնել, Սամվել Կարապետյանի գործով առաջին դատը, մեղադրողն ու պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել։ Հայաստանը կշարունակի օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու արտոնություններից և միաժամանակ կխաղարկի եվրոպական խաղաքարտը, ռուս քաղաքագետի կանխատեսումները։ Անհասկանալի իրավիճակ հացի շուկայում, հացի քաշը նվազում է, գինը թանկանում, ալյուրը սակայն էժանանում է, որն է պարադոքսի պատճառը։ Ճանապարհատրանսպորտային խախտումների ֆիքսմանը մասնակցելու հնարավորություն ունեն նաև քաղաքացիները, որքան են նրանք օգնում պարեկներին։ Աշխարհի տարբեր անկյուններում հայ երաժշտությունը հնչեցնող սիմֆոնիկը նշում է հիմնադրման 20-ամյակը։ Երեկոյի գլխավոր հյուրը աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն էր։ Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ռուսաստանցիների տարհանման հարցում, Դաշնության արտաքին գերատեսչության հայտարարությունը։ Եվ Հայաստանում սոված թոշակառու չկա, պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների եկամուտը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, Նիկոլ Փաշինյանն է ասել։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Անտալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումին ըստ այդ միջոցառման պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների Հայաստանը կներկայանա միայն փոխարտգործնախարարի մակարդակով։ Թուրքիայում չի լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, թե ինչու խորհրդարանի փոխոսնակը լրագրողների հետ զրույցում պատճառները չի մանրամասնել։ Մինչև Բաքուն ամենաբարձր իսկ մակարդակով է այս ֆորումին մասնակցում, ունենալ տպավորություն, որ Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացում խնդիրներ կան, փորձագետներին առավել լայն տարածաշրջանային իրավիճակի հետ են կապում Երևանի որոշումը։ Կան երկու այսպես մակարդակ, ռազմավարական եւ օպերատիվ, առաջին մակարդակը ուղղակի մասնակցությունը, ես կարծում եմ պայմանավորված է Հայաստանի իշխանությունների նպատակով Թուրքիայի հետ ունենալ այսպես կոնստրուկտիվ հարաբերություններ, սակայն ռազմավարական իմաստով մասնակցության մակարդակը պայմանավորված է տարածաշրջանային եւ գլոբալ փոփոխությունները, որոնք այսպես լայն թափով տեղի են ունենում հատկապես մեր տարածաշրջանում։ Ստեղծել են այնպիսի այսպես սպասողական եւ այսպես ասենք ոչ միանշանակ իրավիճակ։ Բաքուն կրկին անդրադարձել է մեր մայր օրենքին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն է հայտարարել, թե Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ Պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին, Ամիրբեկովը խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների եւ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նա նշել է, թե Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Հայաստանի նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար եւ որպես հետևանք տարածաշրջանում երկարաժամկետ եւ անդառնալի խաղաղության ապահովման գործում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին այսօր հարցեր են ուղղել ազգային ժողովի պատգամավորները։ Վարչական ռեսուրսի չարաշահման հարցինի պատասխան Վահագն Հովակիմյանն ասել է, որ առայժմ չկան գրանցված թեկնածուներ եւ հետեւաբար չարաշահողներ էլ չեն կարող լինել։ Այսօր ըստ ԿԸՀ ղեկավարի Հայաստանում նախընտրական վիճակը որպես ժողովրդավար երկիր բնականոն զարգացում է ապրում եւ փաստեր չկան, որ նախընտրական շրջանում արտառոց երևույթներ են տեղի ունենում։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները հարց են ուղղում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ որևէ դեպք արձանագրվել է եւ այդ մասին Հովակիմյանը ծանուցել տեղեկացրել է խախտում կատարողին։ Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք մեր կողմից չի արձանագրվել, որովհետեւ սկսենք այն փաստից, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով վարչական ռեսուրսի, այսինքն 23 հոդվածը կարող է ընտրական ուժի 23 հոդվածը կարող է գործել այն պահից, երբ որ կան թեկնածուներ։ Երբ որ չունենք թեկնածուներ, ովքեր են այդ չարաշահողները։ Այդ ո՞նց է ստացվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է,
տանում է հələ քիչ է մնում կալանքի, այն դեպքում, երբ որ չկան տեխնացուները։ Հակակորության կոմիտեի գործունեության վարքի որոշումների հետ կապված խնդրում եմ իրենցից բարձրաբանում պահանջել։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է, այսպես ենք, պատասխան տալ, բարձրաբանել իր որոշումները, իր քայլերը։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավորը խախտումներին անդրադարձավ, նշելով տարբեր հասարակական կազմակերպություններ են ընտրական այս փուլում դրանք արձանագրել։ Բացակայում է հավասար մրցակցությունը։ Ովքեր որ ոչ իշխանական կուսակցության աջակիցներ են, շտաբի ապագա կամ ներկա աշխատողներ են, հետևեցիք, տոտալ գաղտնալսվում են, նրանց հետապնդում են, այսինքն իրավական որոշակի գործողություններ են իրականացվում կոնկրետ քաղաքական հրահանգի կամ քաղաքական ուղղվածության հետևանքով։ Փոխարենը իշխող կուսակցության ներկայացուցիչները ավտոբուսով երբ շրջում են ամբողջ մարզերում, նախարարները տալիս են կոնկրետ խոստումներ, պետական միջոցներով արված ծրագրերը ներկայացնում են իբրև իրենց գործունեության հիմնական արդյունք եւ դա ամենևին չի խոսում մրցակցային ընտրական գործընթացի մասին։ Որևէ քաղաքական ուժից, կուսակցություն, դաշինք մենք չենք ստացել օրինակ դիմում, որ իրենց իրավունքները որևէ կերպ սահմանափակվում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ձևակերպմամբ ընտրությունների քարոզարշավի փուլում, եթե կուսակցությունը համակարգային ընտրախախտումներ թույլ տա, ընտրական օրենսգիրքը այդ իրավունքը տալիս է, որպեսզի ազգային ժողովում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ թիմ ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմի դատարան։ Ինչ ասել է համակարգային ընտրախախտում, երբ որ ասում եք, որ քարոզարշավի ընթացքում, եթե համակարգային ընտրախախտումներ չեն գրանցվել, ի՞նչ է նշանակում համակարգային ընտրախախտումը, որն է։ Եվ փաստորեն ստացվում է, որ ժողովրդավարության ընդձեռած գործիքներից այս մարդիկ հիմա որոշ շրջանակներ օգտվում են։ Այս են դեպքերից է, երբ որ հիմա եթե ես ասեմ, թե ինչ նկատի ունենք համակարգային ընտրախախտում, որ ասում ենք, ոնց որ հնարավորություն տանք այն պոտենցիալ օրինակ ընտրախախտին, որպեսզի ինքը իր գործողությունները արդեն ծրագրի շրջանցելու նպատակով կարող եմ ասել, որ այս դեպքում փաստերը պիտի լինեն ակնառու եւ նաեւ կապը, հաջորդականությունը, քանակը, փաստերը։ Ընդհանրապես ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, իրավապահ, դատական, ընտրական համակարգերը պետք է լավ աշխատեն։ Այդ դեպքում միայն ըստ Հովակիմյանի ընտրությունների արդյունքները կարտացոլեն քաղաքացու կամքը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե ինքը կանխատեսել է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ աղքատանալու է, պարզաբանելով, թե նա մեծ պարտավորություններ է ստանձնել եւ դրանք չկատարելու արդյունքում նրան նոմինալ ունեցվածքն ըստ Փաշինյանի ձեռքից առնելու են։ Իսկ հակակոռուպցիոն դատարանում Կարապետյանի գործով առաջին դատական նիստում այսօր նրա պաշտպանները դատախազին առաջարկել են ինքնաբացարկ հայտնել, քանի որ իրենց ձևակերպմամբ մեղադրողը կողմնակալ է։ Դատախազը սակայն գործից չի հրաժարվել, միջնորդել է եւս 3 ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը։ Պաշտպանական խումբը պնդել է, հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններին մնացել է ավելի քիչ, քան 2 ամիս, դատարանը րոպե առաջ պետք է վերացնի տնային կալանքը, որպեսզի Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն ունենա հավասար հնարավորություններ մասնակցելու քարոզարշավին եւ շփվելու քաղաքացիների հետ։ 10-ամսյա նախաքննությունից հետո Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը դռն բաց է, բայց դատավորը պարտավոր է գործով անցնողներից հետաքրքրվել, արդյոք դեմ չեն նիստի տեսաձայնագրմանը կամ ուղիղ հեռարձակմանը։ 3 մեղադրյալներից միայն մեկն առարկեց, մյուսները, այդ թվում Սամվել Կարապետյանը, ապավինեցին պաշտպանների դիրքորոշմանը, իսկ նրանք մասնագիտական քննարկումների դաշտում մնալու հիմնավորմամբ դատարանին խնդրեցին ինչպես նիստի տեսաձայնագրումը, այնպես էլ ուղիղ հեռարձակումն արգելել, թեպետ այսպես թե այնպես նիստը մնում է դռն բաց։ Լրատվամիջոցները նիստի մեկնարկից ձայնագրություն տարածեցին։ Կարապետյանը Հայաստանի ռեզիդենտ քաղաքացի է, ունի նաև ռուսական եւ կիպրական անձնագրեր։ Օտարերկրյա քաղաքացիություններից հրաժարվում է, գործընթացն արդեն սկսել է։ Քանի որ ես հիմա Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն եմ եւ մասնակցում եմ ընտրություններին ու վստահ եմ հաղթանակի մեջ, դրա համար
սկսել են գործընթաց այդ անձնագրերից բաժանում։ Այսինքն ձեր ասած գործընթացները վերաբերում են քաղաքացիություն ծրագրավորում։ Այո։ Կարապետյանի պաշտպաններն ավելի վաղ հայտնել էին, թե միջնորդել են առաջնահերթ քննության առնել նրա տնային կալանքը վերացնելու հարցը, բայց նիստի ընթացքում նախ դատախազին առաջարկեցին ինքնաբացարկ հայտնել, քանի որ ըստ նրանց Արգամ Դալաքյանը կողմնակալ է եղել։ Մեղադրողն այնուամենայնիվ գործից չհրաժարվեց, իր հերթին միջնորդեց Կարապետյանի տնային կալանքը եւս 3 ամսով երկարաձգել, մինչդեռ նախորդ անգամ, երբ դատարանը միայն 1 ամսով էր այն երկարացրել, ըստ պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանի արձանագրել էր, որ ակտիվ վարույթային գործողությունների շարունակման համար է անհրաժեշտությունն առաջացել, իսկ դատախազ Դալաքյանը մասնակի բավարարված այդ որոշումը չէր բողոքարկել։ Այսինքն Դալաքյանը համաձայն էր, որ 1 ամսով երկարաձգվի բացառապես այն հիմքով, որ դեռ նախաքննության ընթացքում պետք է գործողություններ կատարվեն, այդ պատճառաբանության հետ համաձայնվել է, դրան հաջորդել է ինչ, նախաքննության ավարտ, ակտիվ գործողությունների բացակայություն, իրենց կողմից իբրև մեղադրական եզրակացության հաստատում, բայց հիմա էլ գալիս է եւ ներկայացնում է դիրքորոշում, որ 3 ամսով երկարաձգվի տնային կալանքը։ Ես իսկապես ուզում եմ հասկանալ, որտեղ կարող է լինել ողջամտությունը։ Կարապետյանի պաշտպանական խումբը շարունակում է պնդել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իսկ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն է, տնային կալանքը րոպե առաջ դատարանը պետք է վերացնի, որպեսզի երկրի ղեկն իր ձեռքն առնելուն պատրաստ Կարապետյանը հավասար հնարավորություններ ունենա մասնակցելու քարոզարշավին, ինչպես նաև քաղաքացիների հետ շփվելու համար։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ խափաման միջոցը փոխվի, որովհետև այդ 1 ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար, նույնիսկ այդ 1 ժամը։ Բայց դատարանը ծանրաբեռնված է, նիստը հետաձգվեց, 2 օրից կշարունակեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ դրա վկայությունն են երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների եւ այցերի բարձր դինամիկան։ Վարչապետի խոսքով ինքը լիարժեք աշխատանքային կապի մեջ է թե Ռուսաստանի նախագահի, թե կառավարության ղեկավարի հետ, ինչը համագործակցությանն իրական բովանդակություն է տալիս։ Փաշինյանը նաեւ քննադատել է այն հայտարարությունները, որոնք ըստ նրա նպատակ ունեն սադրանքներ ստեղծել եւ կատվածահարանել ԵԱՏՄ-ի աշխատանքը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ մասնակցում է որոշումների կայացմանը եւ կոչ արել ԵԱՏՄ-ն չներքաշել արհեստական հակասությունների մեջ։ Մենք Ռուսաստանի Դաշնության չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մենք բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը կլինի դա տնտեսական, քաղաքական, չգիտեմ, որևէ սին են բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետքա լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Եվրամիություն քաղաքասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպան ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցության գործընթացում Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել։ Նրա խոսքով Եվրոպական միության անդամ դառնալ չդառնալը քաղաքական որոշման հարց է։ Եթե Եվրամիությունը որոշի մեզ ընդունել, շատ լավ, եթե որոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կունենանք լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր, ասել է Փաշինյանն ու հավելել, որ այդ կետից մենք հեռու ենք, բայց ունենք տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ։ Իդեպ հանդիպան ժամանակ Փաշինյանը նաև անդրադարձել է նոր սահմանադրությանը, նշելով, որ Հայաստանում դատական, արդարադատության եւ արդարության համակարգը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ, եւ նրա խոսքով այս խնդիրը պետք է լուծվի առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով։ Հիմա կարճատև դադար է, մնացեք մեզ հետ։ Հայաստանը կշարունակի օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու արտոնություններից եւ միաժամանակ կխաղարկի եվրոպական խաղաքարտը, ռուս քաղաքագետի կանխատեսումները։ Անհասկանալի իրավիճակ հացի շուկայում, հացի քաշը նվազում է, գինը թանկանում, ալյուրը սակայն էժանանում է, որն է պարադոքսի պատճառը։ Ճանապարհատրանսպորտային խախտումների ֆիքսմանը մասնակցելու հնարավորություն ունեն նաեւ քաղաքացիները, որքան են նրանք օգնում բարեկներին։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցմանը։ Քաղաքագետը հայտնել է, թե Հայաստանի իշխանությունները կշարունակեն օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արտոնություններից եւ ելնելով ներքաղաքական նկատառումներից միաժամանակ կխաղարկեն եվրոպական խաղաքարտը։ Փորձագետի ձևակերպմամբ Հայաստանի ինտեգրացիոն դիրքորոշման մեջ այժմ ավելի շատ գերակշռում են ներքաղաքական նկատառումները։ Мы знаем, что многое в Армении. Հասկանալի է, որ այժմ Հայաստանում շատ բան է տեղի ունենում նախընտրական պայքարի տրամաբանությամբ, եւ կրքերի թեժացումը ընդհուպ մինչև հունիսի 7-ը միայն կմեծանա։ Հայաստանի ղեկավարության նման դիրքորոշումը Ռուսաստանի համար առանձնապես գաղտնիք չէ, սակայն կարծում եմ երկու կողմից էլ կա պրագմատիկ հարաբերություններ պահպանելու անհրաժեշտության ըմբռնում այնտեղ, որտեղ դա համապատասխանում է երկու պետությունների շահերին։ Կա նաեւ հարաբերությունները չխզելու անհրաժեշտության ըմբռնում։ Դա ոչ մի դրական բանի չի հանգեցնի ոչ Երևանի, ոչ Մոսկվայի համար։ Ռուսական պետդումայի նոր օրինագծով նախատեսվում է թույլատրել արտերկրում զինված ուժերի կիրառումը Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով։ Սա ըստ մասնագետների կարող է դիտարկվել որպես արտաքին քաղաքականության կոշտացման նշան։ Քաղաքագետները նշում են նաև, որ եթե Միացյալ Նահանգները դուրս գա ՆԱՏՕ-ից կամ վերանայի իր մասնակցությունը դաշինքին, ապա Ռուսաստանի 2021-ին առաջարկած անվտանգության երաշխիքների դրույթները կյանքի կկոչվեն։ Իսկ թե որքանով այս մեխանիզմները կդառնան կիրառելի գործիք, դա արդեն կախված կլինի աշխարհաքաղաքական նոր դիրքավորումներից։ Ժամանակակից աշխարհի պետությունները իրենց քաղաքացիների պաշտպանության հարցերով զբաղվելիս կարծես թե դուրս են եկել դիվանագիտական հարթությունից, ներառելով նաև իրավական եւ ուժային գործիքներ։ Գլոբալ լարվածության աճի պայմաններում հաճախ են հնչում հայտարարություններ, որ գերտերությունները պատրաստ են ավելի անզիջում մեխանիզմներով պաշտպանել իրենց քաղաքացիների իրավունքները արտերկրում։ Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության պետդուման առաջին ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, որը նախատեսում է նախագահի որոշմամբ թույլատրել զինված ուժերի կիրառումը այլ երկրներում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու նպատակով։ Մասնագետների դիտարկմամբ այս նախաձեռնությունը կարող է դիտվել որպես արտաքին քաղաքականության կոշտացման նշան, որը սկսվել է դեռևս երկրի ռազմական դոկտրինի փոփոխություններով, աչքի առաջ ունենալով առավելապես ոչ բարեկամ երկրներին։ Սա պետք է դիտել ՆԱՏՕ-ի պոտենցիալ, եթե չասենք վերացման, ապա նրա ֆորմատի փոփոխությամբ։ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի եւ այլ երկրների տարածքում անօթաչու թռչող սարքեր են գալիս եւ հարվածում Ռուսաստանի Դաշնությանը։ Ու տրամաբանական հարցը չի առաջանում, ռուսական կողմը ինչու է ամեն ինչին չի արձագանքում։ Դրա պատասխանը կարող է պայմանավորված լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի քայլերով, ով հստակ գործողություններ է իրականացնում, որոնց տրամաբանական ավարտը պետք է լինի կամ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ից դուրս գալը, կամ ՆԱՏՕ-ի ֆորմատի կտրուկ փոփոխությունը։ Ըստ գործող կարգավորումների Ռուսաստանի նախագահը իրավասու է տեղակայել երկրի զինված ուժերը նաև նախատեսված նպատակներից դուրս առանձին խնդիրներ կատարելու համար։ Նոր նախագիծը վերաբերում է այն իրավական գործընթացներին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ եւ որոնց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ Մասնագետների կարծիքով, եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից կամ վերանայի իր մասնակցությունը դաշինքում, դա կարող է հանգեցնել այն բանին, որ Ռուսաստանի 2021 թվականին առաջարկած անվտանգության երաշխիքների դրույթները գործնականում կյանքի կոչվեն։ Շատ է խոսում օրինակ դրա մասին, որ ռուսների իրավունքները նույն Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում մշտապես ոտնահարվել է, եւ իրենք ստեղծում են օրենսդրական նախադրյալներ ՆԱՏՕ-ի փլուզման պարագայում իրենց հայրենակիցներին աջակցելու համար, իրենց ազգային անվտանգության հարցերը կարգավորելու համար։ Մասնագետները հիշեցնում են Դոնալդ Թրամփի քննադատությունները, ըստ որոնց առանց ԱՄՆ-ի ֆինանսական եւ ռազմական աջակցության եվրոպական երկրները չեն կարողանա ապահովել իրենց անվտանգությունը։ Նրանք չեն բացառում նաեւ, որ օրինագիծը կարող է ազդեցություն ունենալ նաեւ էթնիկ ռուսների վրա։ Ըստ նրանց խաղի կանոնները փոխվում են եւ պետությունները ստիպված կլինեն հարմարվել այդ փոփոխություններին։ Կոնկրետ պետության, այսպես, իրավունքն է ընդունել նման օրենք, իսկ թե կիրառի թե չկիրառի կամ ինչ ծավալով կիրառի, դա կարծում եմ կախված կլինի կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակից եւ տարածաշրջաներում ընդունված որոշումներից։ Նման օրինակ օրենքները սովորաբար ունենում են զսպման գործոն։ Նման նախաձեռնությունները առաջացնում են լուրջ մտահոգություններ միջազգային իրավունքի, ինքնիշխանության եւ տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Այս մեխանիզմները կդառնան կիրառելի գործիք, թե կմնան որպես զսպման ազդակ, մասնագետների կարծիքով կախված կլինի արդեն ձևավորվող աշխարհաքաղաքական նոր դասավորումներից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել հացի շուկայում։ Մի կողմից հացի քաշն անընդմեջ նվազում է, իսկ գինը թանկանում, մյուս կողմից հացի գլխավոր հումքը ալյուրը էժանացել է։ Այսօր 100 դրամանոց հաց որևէ տեղ հայաստանյան խանութներում, սուպերմարկետներում գտնել հնարավոր չէ։ Հացի գինը նվազագույնը շարունակում է մնալ 200 դրամ, այն դեպքում, երբ ցորենի 1 կիլոգրամի արժեքը 200 դրամից իջել է 70 դրամ։ Սա լուրջ ահազանգ է հացամթերքի շուկայում ուսումնասիրություն իրականացնելու համար, նշում են ոլորտի մասնագետներն ու հավելում, շուկան մրցակցային է ու որևէ արտադրող գին թելադրելու կարողություն չունի։ Վերահսկողություն չկա, ով ինչ գնի է ներկրում ու ինչ գնի է վաճառում։ Գործարանը ինքը, ում որ մատակարարում է, ասում է, պիտի տնեք, այս ինչ գին է։ Սրանից թանկ չպետք է վաճառեք, բայց մենք չունենք գյուղատնտեսական ոչ մի ապրանքի, այդպես գին դրած, որ ասենք նախարարությունը ստիվի ֆերմերին կամ չգիտեմ ում, ասի կամ որ այս է գինը, սրանից թանկ չպետք է վաճառեք։ Վիճակագրական տվյալների համաձայն մեր երկրում հանցավորության մակարդակը նվազում է և նույն տվյալներով հիմնականում իրավապահների աշխատանքի շնորհիվ։ Մարդիկ սակայն հանցագործությունների նվազման միտումները չեն նկատում։ Իրականում խնդիրն այն է, որ քաղաքացիները հիմնականում ֆիքսում են աղմկահարույց հանցագործությունները և այդ պատճառով դրանք էլ համարում են վտանգի հիմնական աղբյուր։ Ժամի անդրադարձը։ Վերջին շրջանում հրապարակվող տարբեր վիճակագրական ցուցանիշներ ցույց են տալիս, որ Հայաստանում հանցավորության մակարդակը նվազում է։ Խոսքը բոլոր հանցատեսակների մասին է։ Շեշտվում է, որ դա իրավապահների տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Կան կարծիքներ, որ իրականությունը կարծես մի փոքր հակասում է վիճակագրությանը, այն առումով, որ մարդիկ հանցավորության նվազման միտումները չեն նկատում։ Խնդիրը նաև օրենսդիրներն են պարբերաբար բարձրացնում։ Պիտի զտենք, որ կարողանանք հասկանալ իրական պատկերն ինչպիսին է եւ ինչպես են կարողանում ճիշտ կառավարել օպերատիվ իրավիճակը Հայաստանում։ Հիմա ինչն է վատ, պարոն Մանուկյան, որ մենք 3.2%-ով նվազում ունենք հանցավորության մեջ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, այսինքն լավ կլիներ, եթե մենք ունենայինք մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ, ունենայինք սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ, կամ ունենայինք ավելի քիչ թվով շրջանառությունից դուրս բերված զենք զինամթերք։ Խնդիրն այն է, որ հանրությունը հիմնականում ֆիքսում է աղմկահարույց ծանր հանցագործությունները եւ հենց դրանք էլ համարում է հիմնական վտանգի աղբյուր։ Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը պաշտոնապես չի նվազել։ Դեռ հակառակը, աճել է։ 2024-ին արձանագրված շուրջ 1850-ի դիմաց 2025-ին 2100-ն է արձանագրվել։ Ապօրինի զենքի պահման եւ կիրառման առանձնապես ծանր դեպքերը ավելացել են 2025-ին մոտ 5-ից 7%-ով, ձևավորելով ընդհանուր աճի պատկեր։ Հատկապես բռնությամբ զուգորդվող հանցագործությունների աճ է նկատվում, առերևույթ ամենայն դեպս ոչ թվային արտահայտությամբ, ընդհանուր զգացվում է, որ բնակչության մեջ ագրեսիայի միտում կա։ Հնարավոր է դա պայմանավորված լինի նաև հետպատերազմյան ստրեսերով, հնարավոր է պայմանավորված լինի այլ երկրների կամաց բարքերի ներմուծմամբ Հայաստանի Հանրապետություն։ Եվ իսկապես շուրջ 10% աճ է գրանցվել կիբերհանցագործությունների եւ ֆինանսական բուրգերի միջոցով կատարված խոշոր ու առանձնապես խոշոր հափշտակությունների հատվածում։ Հանցագործության այս տեսակը հիմնականում դրսից է ներմուծվել վերջին տարիներին եւ գնալով տարածում է ստանում Հայաստանում։ Առանձնապես ծանր հանցագործությունների վիճակագրության աճին նպաստել է նաեւ թմրանյութերի շրջանառությունը։ Այս ոլորտում առանձնապես ծանր համարվող իրացման դեպքերը աճել են մոտ 22%-ով։ Պայմանավորված համացանցային խանութների բացահայտման դեպքերով։ Մի քանի տարի առաջ մենք ունեցանք կառավարության համապատասխան որոշում, որտեղ տրվեցին թմրանյութերի չափերը, այո, այդտեղ եւս դեպի խստացում, հատկապես սինթետիկ թմրանյութերի հետ կապված բավականին լուրջ խստացումներ եղան եւ շատ փոքր անգամ չափաբաժինը այսօր, եթե դա սինթետիկ թմրանյութ է ոչ բուսական, համարվում է առանձնապես խոշոր չափ, իսկ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը հատկապես իրացման նպատակով դա առանձնապես ծանր հանցագործություն է։ Նախորդ տարվա ընթացքում փորձագետները ֆիքսել են մեկ այլ միտում եւս, ինչի հետևանքով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը կարող էր աճել։ Խոսքը քաղաքական ենթատեքստ ունեցող դեպքերի մասին է։ Եթե նման գործով մեղադրյալներին կալանքի տանելու խնդիր կա, որպեսզի դատարանը ավելի հեշտությամբ կիրառի խափանման միջոց կալանքը, անձը պետք է մեղադրվի առանձնապես ծանր հանցագործության մեջ։ Դրա համար էլ որոշ արարքներ ծանրից վերավորակվել են առանձնակի ծանրի, ինչին էլ որոշ դեպքերում միտված է եղել նախաքննական մարմնի ջանքերը, կարծում են իրավապաշտպանները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Ճանապարհատրանսպորտային խախտումները վաղուց միայն տեսախցիկների կամ պարեկների վերահսկողության տակ չեն։ Դրանց ֆիքսմանը կարող է մասնակցել նաև յուրաքանչյուր քաղաքացի Road Control Armenia բջջային հավելվածի միջոցով։ Այն հնարավորություն է տալիս լուսանկարել կամ տեսանկարահանել ճանապարհային խախտումները եւ ուղարկել ոստիկանությանը։ Համակարգ նստեության նախատեսվել է ճանապարհային երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելու համար։ Ներքին գործերի նախարարի տեղակալի համակարգմամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում հավելվածի կիրառման արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Մասնագետները սակայն նկատում են, որ համակարգի ներդրմամբ վարորդների վարքագծում էական փոփոխություններ դեռևս չեն արձանագրվել։ Երբ որ կամերա շարելու փոխարեն դու հետիոտներին ես տալիս այդ գործիքը, ասենք վարորդները գիտեն, որ ցանկացած պահին իրանք կարող նկարեն, ինքնին շատ ավելի զգոնեն դառնում, ավելի կակապա։ Եթե մայթին ավտոփողը գնացել է, եթե նույնիսկ բարեկները չեն նկատում, այն մարդը, որ այդ մայթից օգտվում է, ալու է նկարելի է, ինքը կտուգանվի։ Երբ որ տեղեկացնում են բոլորը սկսեն օգտվել, ինքը անհավատ ավելի արդյունավետ կլինի, որտեղ կան տեղեր, որտեղ սիստեմատիկ, ասենք, այդ խախտումներ արվում են, որը հանգիստ կարելի է կանխել մենակ այդ ծրագրի օգտագործումով։ Եվս մեկ կարճատև դադար, մնացեք մեզ հետ։ Աշխարհի տարբեր անկյուններում հայ երաժշտությունը հնչեցնող սիմֆոնիկը նշում է հիմնադրման 20-ամյակը։ Երեկոյի գլխավոր հյուրը աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն էր։ Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ռուսաստանցիների տարհանման հարցում, Դաշնության արտաքին գերատեսչության հայտարարությունը։ Եվ Հայաստանում սոված թոշակառու չկա։ Պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների եկամուտը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, Նիկոլ Փաշինյանն է ասել։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին քիչ ուշ։ Դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը, շարունակենք։ Բացառիկ համերգ նվիրված Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին երեկոյի գլխավոր հյուրն աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն էր։ Դասական ու ժամանակակից երաժշտական կատարումները համատեղող նվագախումբը հասցրել է դառնալ տարածաշրջանի առաջատար երաժշտական կոլեկտիվներից մեկը։ Չդավաճանելով դասական երաժշտության լավագույն ավանդույթներին, սիմֆոնիկն աշխարհին է ներկայացնում մեր մշակույթն ու աշխարհի տարբեր անկյուններում է հնչեցնում հայ երաժշտությունը։ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացառիկ համերգ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ։ Տոնական համերգը վերածվեց մշակութային նշանակալի իրադարձության, տասնյակ երաժիշտներից կազմված սիմֆոնիկ նվագախմբի յուրաքանչյուր անդամ իր գործիքով դառնում է մեծ երաժշտական պատմության մի մասնիկը։ Ջութակներից մինչև հարվածային գործիքներ, ամեն հնչյուն յուրովի է մասնակցում ներդաշնակության ծնունդին, նրա ձևավորմանը, աշխարհահռչակ արվեստագետների հետ համագործակցող միջազգային հեղինակավոր բեմերում հանդես եկող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերջին 2 տասնամյակներում դարձել է տարածաշրջանի առաջատար երաժշտական կոլեկտիվներից մեկը։ Միջազգային կարիերայի համար 20 տարին դա ոչինչ է, որովհետև այսօր աշխարհում շատ նվագախմբեր կան, որ շատ լավ են նվագում, բայց ունիկալ նվագախմբեր, որոնք ունեն իրենց ձեռագիրը, կարծում եմ, եթե ինձ դուք հարցնեք ինչն է մեր ամենամեծ ձեռքբերումը 20 տարվա ընթացքում, դա որ մենք ունենք մեր հնչողությունը։ Երաժշտական կոլեկտիվն իրականացնում է նաև լայնամասշտաբ նախագծեր, մասնակցում կինոերաժշտության ստեղծմանը։ Սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, մասնակցելով միջազգային փառատոների, համագործակցելով հայտնի երաժիշտների հետ։ Կազմակերպում է նաև կարևոր մշակութային միջոցառումներ, դասական երաժշտության համերգներ եւ կրթական ծրագրեր երիտասարդների համար։ Նվագախումբը նաև հայտնի է իր կինոերաժշտության համերգներով, որտեղ կենդանի կատարմամբ ներկայացնում են նաև հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքներ։ Համերգի մեկնարկից առաջ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը պարգևատրել է ոլորտի միջազգային անվանի ներկայացուցիչների։ Անվանի արվեստագետները իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ կատարողական արվեստի եւ հայ դասական երաժշտարվեստի տարածման գործում։ Իսկ սիմֆոնիկ նվագախումբն այսօր շարունակում է իր առաքելությունը, պահպանելով դասական երաժշտության լավագույն ավանդույթները եւ միաժամանակ բաց լինելով նորարարության համար։ Այն հարթակ է, որտեղ հայ երաժշտությունը հնչում է աշխարհի տարբեր անկյուններում, ներկայացնելով մեր մշակույթը նոր լույսի ներքո։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։
Մայիսի սկզբին հանրապետությունում սպասվող միջազգային խոշոր միջոցառումների հետ կապված Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ մայիսի 3-ից 5-ը հանրապետության օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։ Արմեն Աթալյանն է հետևել օրվա մյուս կարևոր թեմաներին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջինն է ներկայացրել իր ընտրական ցուցակը հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ ՔՊ ներկայացուցիչները ընտրացուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ցուցակում ընդգրկված է 283 տեխնացու։ Բաքուն եւ Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ռուսաստանցիների տարհանման հարցում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հիպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ Հայաստանն ու Ադրբեջանը նշանակալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների տարհանման գործում, մասնավորապես Բաքուն ռուսներին հնարավորություն է տվել օգտվել Աստարա սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ է եղել անհատական անցումների համար։ Դա իրականացվել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության նախնական հայտի հիման վրա, նշել է դիվանագետը։ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնել խտրականության եւ ատելության խոսքի տարածման աճի առնչությամբ։ Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Կլաուս Նոյի Կիրխի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ ատելության խոսքի եւ հանդուրժողականության դեմ պայքարի կարեւորությանը, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական եւ ատելության խոսքի տարածման առնչությամբ։ Հայաստանում սոված թոշակառու չկա, սա պատմական ձեռքբերում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 15-ին ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների եկամուտը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, այն է 61768 դրամը։ Վարչապետի խոսքով այս արդյունքը ձեռք է բերվել տարիների հետևողական քաղաքականության արդյունքում։ Սկսած 2019-ին նվազագույն թոշակի կրկնապատկումից, ապա այն նվազագույն պարենային զամբյուղին համապատասխանեցնելուց։ Իսկ այսօր արդեն ապահովվել է ամբողջական սպառողական զամբյուղը, երաշխավորելով, որ երկրում պատկերավոր ասած սոված թոշակառու չկա։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը ապրիլի 14-ին ուղարկվել է դատարան եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Դատարանը որոշում է կայացրել Խաչատուրովին կալանավորելու մասին, սակայն քանի որ նա ներկայումս երկրում չէ, իրավապահները հայտարարել են հետախուզում։ Խաչատուրովը մեղադրվում է կաշառք տալու եւ իշխանությունը չարաշահելու մեջ, ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ հիմա եղանակի մասին կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 8-ին, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 11 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 13-ից 18, Լոռիում 10-ից 13, Տավուշում 13-ից 16 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 14-ից 18, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 16-ից 19, Սյունիքի նախալեռներում 10-ից 14 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 0-ից 2, ցերեկը 14-ից 16, երեկոյան 11-ից 13 աստիճան։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Այսօրվա հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանն է։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումն էր, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։